Հեսա կգանք, պապ ջան, մի իջի, մենք կգանք։ Հələ մեկնդե, ես կնացի։ Շնորհակալ եմ շատ։ Պապի ջան, ինչ խնդիրներ ունեք Անգեղակոտ գյուղում։ Գյուղում խնդիրը, մեր առաջ խնդիրը կներեք, որ ասում են բացարձակ։ Հիմա հարցանիքը, բանակ ճանապարհելը, թաղումը, մահացածը տեղափոխում ենք Սիսիան։ Մեր գյուղը կենցաղիտուն չկա։ Մեր գյուղի ամենադժվար պայմանները իդյա։ 16-18 կիլոմետր մեր գյուղից Սիսիան։ Այդ բոլոր բաները ժողովուրդ ենք էլի նստում ենք տնից մեկ հոգի, 5 հոգի վերցնում ենք գնում ենք Սիսիան։ Մեր գյուղի առաջնահերթ բարդ խնդիրը էդա կենցաղիտուն ունենալը։ Էդա մնացած հարցերը լավը խմելու ջուր ունենք։ Դե ուղղակի կներեք որ հարցնում եմ Զուգարան ներկա մոմենտը ուզում են այս տարի որոշել են որ կանալիզացիա հասկացնեն գյուղում գոյուղը հա էտա Իսկ դուք ոնց եք ապրում թոշակը բավարարում չի բավարարում Թոշակ ես 88 տարեկան մարդ եմ ստանում եմ 64320 դրամ գոհեմ տնեցիկ ունեմ 3 տղա, 2-ը Երևան են, 1-ը գյուղն է։ Ապրում ենք, գոհեմ իմ ապրուսկից։ Ես գոհեմ։ Պատղաները ձեր ինչի չեն մնացել գյուղում, հեռանկար չեն տեսել։ Հեռանկար չեն տեսել։ Հիմա կներեք որ ասում եմ։ Հիմա գյուղի երիտասարդ երեխեք չկան։ Արտագաղթ Ռուսաստան չէ, Երևան։ Երևան։ Մեր պրոբլեմն է էդյա։ Գյուղի երիտասարդ քանը տեղ չունեն, էլի աշխատանք չունեն։ Աշխատանք չունեն։ Աշխատատեղ չկա։ Աշխատատեղ չկա։ Չեն։ Եթե երիտասարդներ հիասթափված են։ Կինո չունենք։ Չակալուբում ենք, կինո չունենք, թատրոն չունենք։ Երևի 32-33 տարիա մեր կլուբի Մեզ կլուբա եթե գյուղի մեջ կնացել եք, ներկայեք հելի տեսել եք, մեր գյուղի մեջ է, մեզ կլուբա, բայց շարժը չկա, ոչ մի պետ չկա, դարները փակված, բուժարանն անդեղ մեջ է գյուղապիտարանն անստած։ Այսինքն յուղում ստիպված մնում են տարեցները։ Մեր տարիքը արդեն տարիքն առած մարդիկ են ընդեղ, վերջ։ Իսկ թորների համար ապագա կա է։ Համար ապագա չկա։ Թորներ սել են ընդեղ։ Կներեք որ խնդալով եմ ասում, թորներ սել են։ Երկու թոր, աղջիկ թոր, ես լրվել Երևանը։ Եթե հիմա Փաշինյանին տեսնեիք, ինչ կասեիք։ Փաշինյանին տեսնեմ, ես իրանից շնորհակալություն կհատնեմ։ Գոհ եմ։ Գոհ եմ, ես գոհ եմ։ Ես այդ մարդից գոհ եմ։